Պարոն Դուրգարյան, դեկտեմբերի 18-ին Մայրաթոռում հայհոյողների ու տաճարի դուռը կոտրողների առաջամարտիկներից մեկը ըստ տարածված տեսանյութերի ձեր օգնականն էր և ինչպես մամուլում եղան տեղեկություններ, նաև ձեր զարմիկը և խնդրեի մեկնաբանեք, ինչպես եք գնահատում նրա այդ օրվա գործողությունները, արդյոք դրանք շարքային խուլիգանի վարք ու գործողություններ չէին։ Գիտեք, 30 տարի և ավել Հայաստանում տեղի ունենում խուլիգանական հարարքներ ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև պարլամենտում, հիշեցնելով տարբեր տեսակի շմայսներին և նմաններին, որոնք ցավոք սրտի ղեկավարում էին այս երկիրը և ցավոք սրտի իմ կյանքից գոնե 30 տարի տարան իրանք։ Եթե մարդը ցանկացած քաղաքացի խուլիգանություն է անում, հետևաբար այդ գործողությունը պետք է տեղափոխվի մեկ այլ տիրույթ և եթե դա ապացուցված է, ուրեմն թող այդ մարմինները, ովքեր զբաղվում են նման հարցերով, իրանք պետք է զբաղվեն, այսինքն սա իրենց տիրույթում է գտնվում։ Դուք տեղյակ եք, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ձեր օգնականի գործողությունների վերաբերյալ։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր դա արել են, ես չեմ կարծում, որ իրենք Հայաստանի Հանրապետության ամենա, այսպես ասած, կրթված և այսպես ասած մակարդակով մարդիկ են, բայց ինչևէ, իրանք իբրև քաղաքացի իրավունք ունեն քայլեր անելու, որի համար նույնպես կրկնում եմ, կտեղափոխվենք մեկ այլ դաշտ։ Ամեն դեպքում այդ գործողությունները դուք որպես ղեկավար համարում եք խուլիգանական գործողություններ։ Իհարկե համարում եմ, որ դա խուլիգանական գործարք չէ, որովհետև եթե դուք ուշադիր եք նայել այդ տեսագրությանը, ապա կտեսնեք, որ բավականին շատ մարդ կար այնտեղ և շատերը ընկել էին հատակին և շատերը նաև շնչելու հնարավորություն չունեին, որովհետև գիտեք սեղմված էին և իմ եղբայրս փորձել է բարձրանալ, որպեսզի գոնե մի քիչ կարողանա օդափոխվի և ուզում եմ հիշեցնել, որ ճիշտ կողքը կանգնած էր նաև հոգևորական, որը ինֆարկտ ստացավ, ես չգիտեմ ինչ է ստացել, Աստված իրեն առողջություն և ընդհանրապես բոլորին առողջություն։ Եվ իմ եղբայրը փորձել է մարդկանց ուղղորդել, որպեսզի հանկարծ այն մարդիկ, ովքեր ընկած են եղել ներքևը, հանկարծ ոտքերով իրանց վրա չգան։ Մնացածը իրավապահները թող որոշեն և իրենց կարծիքը հայտնեն։ Պարոն Դուրգարյան, ամեն դեպքում այդտեղ ներկա և ձեր եղբոր կողքին գտնվող հոգևորականներ պնդում են, որ նա ուղղորդում էր ամբոխին քաղաքացիներին ներխուժել տաճար։ Շատ լավ, ներողություն, տաճար սովորաբար չեն ներխուժում, այլ տաճարի դռները միշտ բաց են լինում հոգևորականների կամ հավատացյալների համար և պետք է նաև ասեմ մեր սիրելի հանդիսատեսին, որ իմ եղբայրը մորական կողմից գոնե հոգևորականների ընտանիքի մեջ մեծացած երիտասարդ է եղել, որը 3 տարեկանից աղոթքների ուրեմն աղոթքները իրեն ամենօրյա առօրյան է եղել և Տեր Գևորգյանները լինելով բավականին լուրջ հոգևորականներ Լիբանանում, չեմ կարծում, որ իմ եղբայրը լինելով այդ ընտանիքի զավակ կարողանար հոգևորականի նեղացնել, դա իմ կարծիքն է։ Պարոն Դուրգարյան, ամեն դեպքում դեկտեմբերի 18-ին հայտնի այդ օրը աշխատանքային ժամին ձեր օգնականը ում հրահանգով էր այնտեղ եղել, ներողություն ավարտեմ հարցս։ Ես միանգամից պատասխանեմ, որովհետև դուք կարող եք ճշտել ում հրահանգով է այնտեղ եղել կամ ինքը արդյոք իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազատություն չունի և պետք է ասեմ, որ ինքը ազատ գրաֆիկի մեջ է ընդհանրապես և երրորդը, որը ամենակարևորն է, ցանկացած մարդ հավատացյալ իրավունք ունի մուտք գործել եկեղեցի և ստանալ աղոթք, օրհնություն կամ ուղղակի լուր լսել աղոթք։
Հետևաբար գործողությունները, ինչ որ դուք ասում եք 18-ի հետ կապված, կոնկրետ ես այդ ժամանակ ներկայացման եմ եղել, այսինքն վերջի պատրաստվածություններն են եղել եւ չեմ կարող գնահատական տալ, նամանավանդ չեմ էլ ցանկանում գնահատական տալ, որովհետեւ գոնե այս 30 տարիների ընթացքում շատ բան է փոխվել նաեւ եկեղեցիական կառույցներում, հետեւաբար գնահատական տալը անիմաստ է։ Դեկտեմբերի 18-ին եղան մամուլում տեղեկություններ, որ իշխանություններից հրահանգ է իջեցվել բոլոր պետական կառույցներին, որ մարդաքանակ ապահովեն այդ հավաքին։ Արդյոք հրահանգավորված պետական կառույցից ձեր օգնականը այնտեղ գնացել էր հավաքի մասնակցելու եւ նաեւ որ նշեցիք, որ աղոթքի են գնում։ Պարոն Դուրգարյան, մենք գիտենք այդ օրը քաղաքացիները չէին գնացել սովորական աղոթելու, նրանք գնացել էին վեհափառի հրաժարականը պահանջելու կամ ի պաշտպանություն նրա։ Շատ լավ, տեսեք, դուք շեշտում եք, դուք տեղյակ եք, եթե դուք տեղյակ եք, ուրեմն ունեք ապացույցներ։ Օպերային թատրոնի օրենսգիրքն ասում է, որ ցանկացած աշխատող, որը աշխատում է օպերային թատրոնում, միայն կատարում է տնօրենի հրահանգներ, այսինքն իմ հրահանգները։ Մեկ այլ կառույցի հրահանգ ինքը չի կարող կատարել։ Իբրև աշխատող թատրոնի, իբրև ազատ քաղաքացի նա իրավունք ունի իր կարծիքը ունենա։ Հետևաբար ասեմ, որ ես ինքս լինելով կառույցի ղեկավար հրահանգ չեմ ստացել, հետևաբար այդ հրահանգը չի եղել։ Իսկ հավատացեք, եթե ես որոշակի հրահանգներ ունենայի, ես կամ դիմում կգրեի կազատվեի, կամ գոնե ամբողջ թատրոնը կլիներ այնտեղ, որտեղ ես կցանկանայի ճակերտների մեջ ասած։ Հետևաբար մեկ անգամ էլ եմ ուզում ասել, որ որևէ մի հրահանգ չի եղել եւ չի կարող լինել։ Պարոն Դուրգարյան, այդ հայտնի տեսագրությունը երբ հայտնվեց համացանցում եւ մամուլում, շրջանառվող համացանցում հիմնական հարցը սա էր, ես կմեջ բերեմ, այսպես է արդյոք Վրեժ Դուրգարյանը վարձահատույց լինում իշխանություններին օպերային թատրոնում իր պաշտոնում մնալու կամայական պահվածքի վրա աչք փակելու դիմաց, հաշվի առնելով, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ վերջինիս անպարկեշտ պահվածքի վերաբերյալ։ Ես պետք է նորից մեկ անգամ եւս շեշտեմ, որ ինք այստեղ աշխատում է, որովհետև ես եմ իրեն հրավիրել, սա մեկ։ Երկրորդը, եթե որոշակի արտիստների կողմից կա բողոք, նույնպես պետք է դաշտը ուղղորդենք այնտեղ։ Իսկ տարբեր տեսակի բամբասանքներով ես անիմաստ եմ գտնում այդ բամբասանքներին պատասխանելու։ Եվ պարոն Դուրգարյան, եւս մի հարց, որը այդ հայտնի տեսագրությունից հետո այսպես շրջանառվեց համացանցում, այն էր, որ նա այստեղ թատրոնում զբաղվում է ամեն ինչով, բացի իրեն պատկանող անմիջական պարտականություններից եւ նույնիսկ կան տեղեկություններ կրկին մամուլում, թե նա սեփականաշնորհում է թատրոնի գույքը, տեղափոխում իր տուն։ Ինչպես կմեկնաբանեք այս տեղեկությունները։ Նույն տարբերակով, որ տարբեր բամբասանքները ես կարող եմ ուղղակի արհամարել, իսկ եթե շատ եք ցանկանում իր մասին եւ իր աշխատելու մասին, թե ինչ է ինքը մի քանի տարվա մեջ արել, դուք կարող եք թատրոնի աշխատակիցների հետ զրուցել եւ դաշտը բաց է եւ տարբեր կարծիքներ կարող եք ունենալ, որի համար ես միանգամից կասեմ, որ ես շատ հպարտ եմ, որ նման անձնավորությունը իմ կողքին է եւ փորձում է օգտակար լինել թատրոնը զարգացնելու ուղղությամբ եւ ուզում եմ հիշեցնել, որ 30 տարի թատրոնը քանդվել է այն մարդկանց պատճառով, որոնց ես համարում եմ խուլիգաններ։ Վրեժ Դուրգարյանը այն ընտանիքից է, որ ասացի, որ մորական կողմից գոնե հոգևորականների ընտանիք է եղել, եւ տարբեր տեսակի լրտեսների պատճառով իրենց ընտանիքը 46 թվականին աքսորվել է Սիբիր եւ երկար տարիներ տանջանքով ապրել են Սիբիրում եւ բարեբախտաբար վերադարձել են հետո հայրենիք եւ հիմա ապրում են անկախ այն երկրում, որտեղ խոսքը, գործողությունը ազատ է։
Եվ պարոն Դուրգարյան, նաև մի հարց, որպես ապաքաղաքական կառույց, հա, օպերային եւ բալետի թատրոնը, դուք արդյոք չեք կարծում, որ օպերային եւ բալետի թատրոնի աշխատակիցները պետք է ամեն դեպքում զերծ մնան նման քաղաքական ակցիաների մասնակցելուց, որտեղ հանրության մոտ կարող է այս կառույցը իդեմս այդպիսի աշխատակիցների ասոցացվել որպես իշխանական օրակարգ սպասարկող։ Իրականում ձեր ասած 100% ճշմարտությունն է եւ ես վստահ եմ, որ դուք իրավացի եք, բայց նորից եմ ուզում կրկնել, մարդիկ աշխատանքից դուրս լինելով ֆիզիկական անձ, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրանք իրավունքները ունեն։ Այո, եթե դա լիներ թատրոնի ներսում, որովհետև մենք կարծեմ, թե արգելում ենք որևէ մի ժողով կամ որևէ մի գրասենյակի նույնիսկ միջոցառում թատրոնը, որովհետև վերջի գոնե 3 տարիների ընթացքում որևէ մի քաղաքական ուժ, լինի դա իշխանական կամ ոչ իշխանական, օպերային թատրոնի ներսում որևէ մի ժողով չեն անցկացրել։ Նորից եմ ուզում կրկնել, իբրև քաղաքական ուժ։ Իսկ ուզում եմ հիշեցնել, տարբեր տեսակի ՀՀՇ-ները, ՀՀԿ-ները, օրինաց երկիրները եւ այլն, օգտագործելով ժամանակին իրենց ուժը, օպերային թատրոնի շենքը օգտագործում էին իբրև ժողովների սրահ։ Գոնե 3 տարի է, ես իմ հիշողության մեջ չեմ հիշում, որ օպերային թատրոնը զբաղվեր որևէ նման մի բանով։ Ուղղակի հիմա ավելի շատ SMS-ներով, հաղորդագրություններով չէ կոորդինացվում։ Դուք եթե ժամանակ ունեք SMS-ներով, մենք ուղղակի դրա ժամանակը չունենք, որտեղ ամիսի 2 նոր բեմադրություն ցույց տալով թատրոնում մենք դրա ժամանակը չունենք, հավատացեք մեզ։ Դա մեկ անգամ էլ ֆիքսում է, որ երևի թե դուք այդքան էլ ժամանակ չեք ունենում հաճախ թատրոն, որը կցանկանայի ուղղել։ Պարոն Դուրգարյան, ամեն դեպքում այդ դեպքից հետո, հայտնի տեսանյութից հետո դուք ձեր օգնականի հետ զրուցել եք կամ որևէ տուժ տուգանք, նկատողություն։ Որևէ մի տուժ տուգանք չի կարող լինել, որովհետև նորից եմ կրկնում, եթե իրավապահները կգտնեն, որ ինքը իսկապես խուլիգանություն է արել, այն ժամանակ վստահ եմ, որ տուժ տուգանք կլինի։ Բայց նորից եմ ուզում կրկնել, ես չեմ հավատում, որ իմ եղբայրը, որովհետև գիտեք ինչ, նույն այդ տեսանյութի մեջ դուք չեք կարող որևէ մի բան ինձ ապացուցել, որ ինքը որոշակի գործողություն է կատարում։ Եվ գիտեք, ցավը կայանում է նրանում, ես իմ կարծիքը հայտնեմ։ Եթե որևէ մեկը չասեր, որ դա օպերային թատրոնի աշխատակիցն է, այսքան աղմուկ չէր բարձրանա եւ ինչ որտեղ ես տարբեր ժամանակներ լսում եմ, որ հերիքա օպերային թատրոնը գովազդեք, հերիքա օպերայի մասին խոսեք, ամբողջ թերթերը օպերայի մասին են եւ ես քանի օր էլի օպերայի թատրոնի մասին եմ խոսում, համ քմծիծաղ եմ ուզում տալ, կներեք արտահայտությանս համար, համ ուզում եմ հասկանալ, արդյոք մենք պետք է միշտ շարունակական փնտրենք մեր սխալները ուրիշտեղ, արդյոք մենք պետք է մեր սխալները չտեսնենք մեր մեջ, ինձնից սկսած, որ որևէ մեկին չնեղացնենք։ Ասացիք, որ այդ տեսագրությունում էլ դժվար է ապացուցել ինչ գործողություն, ամեն դեպքում հոգևորականները հենց իր կողքի կանգնած հոգևորականը եւ իր շրջանակը պնդում են, որ ինֆարկտի հասցնելու գործողություններ են կատարել։ Գիտեք, այնտեղ կանգնած մի քանի հոգել ասում են, որ հոգևորականները հայհույում էին եւ նման չէին հոգևորականների։ Ես ինչ անեմ, իրենց խոսքին հավատամ։ Իրավապահները խնդրեմ։ Եվ քանի որ Վրեժ Դուրգարյանը ձեր եղբայրն ու այսպես խոսեցինք, որ հայտնվել է այսպես համացանցում կենտրոնում, մի որոշ ամեն դեպքում այս դեպքերից հետո դեկտեմբերյան 18-ի մամուլը նորից վերաթարմացրեց այն ավելի վաղ շրջանառված տեղեկությունները Դուրգարյան եղբայրների արկածները, երևի ձեզ ծանոթ է, որ եթե չեմ սխալվում այս տարեսկզբին ձեր մյուս եղբայրն էր թմրամիջոցների թեմայով Հայկ Դուրգարյանը Կրիստալի թեմայով հայտնվել։ Ներողություն, Հայաստանում շատ դուրգարյաններ կան։ Ձեր եղբայրը չէր Հայկ Դուրգարյանը։ Նորից եմ ուզում կրկնել, Հայաստանում շատ դուրգարյաններ կան։
ամեն դեպքում չեք մեկնա։ Դուք թույլ եք տալիս, որպեսզի ես կրկնվեմ։ Ախալ քալակում էլ շատ դուրգարաններ կան, Գյումրիում էլ շատ դուրգարաններ կան։ Ամենակարևորը, որ Ղուկասյան չեն, կոնկրետ մի Ղուկասյանի նկատի ունեմ։ Եվ որպես արվեստագետ, պարոն Դուրգարյան, դուք ինչպես եք որակում այն գործողությունները, որ սկսվել են եկեղեցու վեհափառի դեմ, արդյոք դուք ճիշտ եք համարում, որ իշխանությունները միջամտեն եկեղեցու գործերին, այս վեհափառի դեմ արշավին, ինչ գնահատական կտաք։ Հոգևորականները բոլորն են պարկեշ, ես շատ ընկերներ ունեմ հոգևորական եւ հպարտ եմ, որ իրանք իմ ընկերներն են, բայց ես շատ վաղուց եկեղեցի չեմ գնում, որտեղ փորձում եմ աղոթել տանը, որովհետև չեմ գտնում այն միջավայրը, որտեղ ես ամեն կիրակի կամ ամեն շաբաթ կիրակի կգնամ, ցավոք, իմ ընկերներին ես հանդիպում եմ կամ ինձ տանը, կամ իրենց տանը, հարցին պատասխանեցի ես։ Պարոն Դուրգարյան, բայց ինչպես Աստվածաշնչում ասում, ով արդարը թող առաջինը քարնետի, հիմա մենք ինչ ենք անում։ Ես իմ կարծիքն եմ հայտնում, ես եկեղեցի չեմ մտնում, ես քար չեմ շպրտում, ես եկեղեցի ուղղակի չեմ գնում։ Իմ երկու զավակները առաքելական եկեղեցու հետևորդներ են, կնքված են, իսկ աղջիկս ոչ։ Եվ մոտակա ժամանակներում ես չեմ պատրաստվում իրան կնքել, որովհետև դեռ չեմ գտնում այն հոգևոր հովին, ով այս վերջի իրադարձություններից հետո քերակին եւ այլն, ով իր ձեռքը կդնի իմ երեխայի գլխին, իմ աղջնակի։ Ու եթե ձեզ թվում է տարբեր մարդիկ չեն փնտրում այդ հոգևորականներին, ովքեր որ կնքել են իրանց երեխաներին եւ իրանք չեն պատրաստում իրենց հետ գնան զրուցեն, դուք սխալվում եք, դեռ զրույցները շատ են լինելու, որովհետեւ հայ ընտանիքը կարծում եմ այն սուրբ տեղն է, որտեղ երեխայի սրբությանը կամ այդ արարողության սրբությանը մեկը կեղտոտ ձեռքերով կպչում է, այդտեղ հարցեր են բարձրանում։ Աստված դա որ այս ամեն ինչը լինի թուրիմացություն։ Ես աղոթում եմ, որ այս ամենը լինի թուրիմացություն։ Ես աղոթում եմ, որ այս ամեն ինչը շուտ ավարտվի։ Որտեւ ես ցանկանում եմ լինի, որ մենք ունենանք պինդ, ամուր պետություն եւ մաքուր հոգեվոր կյանք, մաքուր եկեղեցի։ Աստված դա որ այս լինի բոլորիս համար մի հատ մեծ երաս։ Ես ուզում եմ բոլոր հարցերի պատասխանը ունենալ իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որի ղեկավարը պարոն Փաշինյանն է, եւ ուզում եմ հարցի պատասխան ունենալ եկեղեցու կողմից։ Ես ուզում եմ հերքումներ լսել, որպեսզի հոգիս հանգստանա, որպեսզի ես առավոտյան արթնանալուց աղոթելուց հետո ասեմ Փառքդ շատ Տեր Աստված, այս ամեն ինչը մի հատ չար երազեր անցավ։ Ես փնտրում եմ։ Հենց գտնեմ, հավատացեք, դուք հրավիրված կլինեք իմ աղջկա կնունքին։